Բարև ձեզ, Շանթի ու եթերում դուք դիտում եք տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումը, այսօր խոսելու քննարկելու թեման քաղաքն է իր խնդիրներով։ Տեսանկյան հյուրն է Գյումրիի քաղաքապետին փոխարինող քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը։ Բարի երեկո ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Մենք ենք շնորհակալ հրավերն ընդունելու համար։ Տեսեք, 1 տարին կլրանա, ինչ թիմի կառավարումը ստանձնել է ձեր քաղաքական ուժը։ Այդ 1 տարվա կեսը քաղաքը կառավարվում է առանց քաղաքապետի։ Դուք այս ընթացքում աշխատանքներին ինչպիսի գնահատական կտաք։ Ես ասեմ, որ այն, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նշաձողը դրել էր մեր դիմաց, մենք այդ ստանձը վերցրել ենք, այդ պարտականությունները եւ առաջ ենք տարել։ Եվ դրա վառ օրինակն է, ունենալով բանդարգված, անհարգի բանդարգված քաղաքապետ, Գյումրու քաղաքապետարանը իր հավաքագրումը կատարեց 95.2%-ով։ Դա փաստ է, տեղական բյուջեի հավաքագրումը կատարել է 95.2%-ով։ Եվ առանց քաղաքապետի նա անհարգի բանդարգված է եղել։ Այս 95.2%-ի մեջ դոտացիաներ են մտնում։ Պետության տրված չէ։ Ոչ, դա մեր անձնական հավաքագրումներն էր, որը սահմանել էր Գյումրու քաղաքապետը, նա իսկ գալով օրվանից ստանձնելով պարտականությունները բարձր նշածով էր դրել եւ եկամուտների հավաքագրման, եւ գովազդի, եւ առևտրի, եւ ինչպես նաեւ գոյացված պարկերի ապարքների համար բարձր նշածով էր դրել, որ ամբողջը պետք է հետ բերվի։ Եթե չեմ սխալվի, 0.2% էր, թե 2-ից 3% էր, 50 եւ ավելի տոկոսներով 10, 50 այդպես ավելացրել էր բոլոր բաժիններին հավաքագրումները ապարքի նաեւ ապարքի գումարները ապարքի հետ բերելու գումարներով եւ դա էր հիմնական գործունեության գաղտնիքը, որ մենք տարեվերջում սեկվեստրի չգնացինք եւ ունեցանք 95.2% արդյունք։ Պարոն Առաքելյան, այս ընթացքում քանի ծրագիր է ամբողջական ավարտվել, դա քաղաքային բյուջեի ֆինանսավորման կլինի, պետության միջոցով կամ գուցե այլ ներդրումների հաշվին, ինչպիսի կարևոր ծրագրեր են եղել քաղաքում այս 1 տարվա ընթացքում։ Ճիշտ ասած, ծրագրեր կան, որոնք փուլային աշխատանքների մեջ անցած տարվանից մենք որ եկել ենք, ընդունել ենք իշխանությունը, մեր մոտ 23-24 թվականի մնացած ծրագրեր են եղել։ Ավականին սուբվենցիոն ծրագրեր, ավականին հաստատել է 23-24 թվականի սուբվենցիոն ծրագրերը եւ 25 թվականին այդ ծրագրերն են կյանքի կոչել։ Ավական նիստերով առաջինը դրանք են կյանքի կոչել եւ դրանց այսպես ասեմ 50% եւ ավելին կատարվել է այդ ընթացքում եւ այս տարի փոխանցվել է մնացածը կշարունակվի։ 24-ից ունենք փոխանցվածներ, թե միայն 23-24-ին, որը հաստատվել է 25 թվականին, մեր օրոք, կատարվել է որոշակի մասնաբաժին, մնացել է 26 թվականին կատարելու։ Փաստորեն 26 թվականին պիտի նաև 23-24-ի կողքին լինի 25 թվականի սուբվենցիոն ծրագրերը։ Ինչ ծրագրերի մասին է խոսքը, փողոցաշինությունը, ինչ են դրանք եւ ինչքանով գիտեմ հենց այսօր պիտի մրցութային փաթեթները բացվեն, ինչպիսի պատկեր ունենք, ինչ արդյունքներ։ Ճիշտն ասած 25 թվականի հաստատվել է 18 փողոցներ կապիտալ վերանորոգման, 25 այս տարի 26 թվականի, որը պետք է այսօր մրցույթները լինեին, 5 լոտով էր տրված այդ 18 փողոցները, նաեւ 26 թվականի մեջ ընդգրկել ենք, որը եթե փորձենք կարողանանք այս տարի մրցույթներ կհայտարարենք 21 փողոցներ, նորից կապիտալ վերանորոգման համար ունենք սոցիալական բնակարանաշինություն, սուբվենցիոն ծրագրով մոտ 2 միլիարդին հասնող արդեն նախագիծները կա, ուղարկել ենք, որ կառավարությունը ուսումնասիրի եւ հաստատի նախագծերը եւ տասված կարողանանք, որ այդ ամեն process-ը արագ լինի, այս տարի մեկնարկը տանք, դա մոտ 100 բնակարանների մասին է խոսքը։ Ինչպես նաեւ ծրագրեր կա համահայկական հիմնադրամի հետ, որը նորից բնակարանաշինություն է, 74 բնակարան է, 24 միտեղ, 43 երկու շենքից երկու եւ նաեւ մանկապարտեզի խնդիր կա, որը քննարկման փուլում է գտնվում։ Եթե կարողանանք այդ բոլորը մենք իրականացնենք, շատ լավ կլինի։ Նաեւ ունենք ռադիո
գործարանի հետ կապված մեկ շենքը, որը գտնվում է քաղաքի բալանսի վրա, ափսոս մյուսը գտնվում է պետքույկի բալանսի վրա, մենք գրություններ ենք ուղարկել, դեռ մինչև այսօր պատասխան չի եկել, որ վերադարձնեն քաղաքի բալանսի վրա, բայց այդ ռադիոտներից մեկը քաղաքի իր կապիտալ միջոցներից պետք է փոխհատկացնի եւ նույնպես սոցիալական բնակարան կառուցի, նախագիծը արդեն մրցույթը շահած է, նախագիծը փուլի մեջ է գտնվում, ինձ թվում է, եթե ոչ այս ամսվա վերջ, ապա հաջորդ ամսվա կեսերը այդ կլինի նախագիծը եւ միանգամից կհայտարարենք արդեն մրցույթը։ Նախ ներկայացնենք մի քիչ մանրացնենք Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագիրը։ Գիտեմ, որ հենց երեք ձեզ հետ ստորագրվել է հուշագիրը։ Մի ժամանակ Հայաստան համահայկական հիմնադրամը նման գաղափար ասում 7-ից 8 քոթեջներ պիտի սարքվեր, եռահարկ տրվեր արցախցի ընտանիքներ։ Այսինքն ինչքանով հասկացա ծրագիրը փոխվել է, 2 շենքի կառուցում է լինելու։ Եվ ովքեր են լինելու այդ բնակարանների շահառուները։ Ծրագիրը ընդլայնված ծրագիր է, մուշ թաղամասի մյուս հատվածը, որտեղ շենքերը կան, այդ շենքերի շարունակությունում նույնպես տարածք կա, որը հատկացվել է համահայկական հիմնադրամին, այդտեղ պետք է լինի մշակութային կենտրոն, այսպես, եթե չեմ սխալվում, 4-ից 5 հարգանի, նաև գորգագործության որոշակի փոքր արհեստանոցի տիպի հիմնականում արցախցիների համար։ Այո, հիմնականում արցախցիների համար, փողոցն այն կողմ դիմացի հատվածը արդեն շենքերն են լինելու, 2 շենքերն է կառուցվելու եւ դիմացը մանկապարտեզ է լինելու։ Մանկապարտեզի հարցով քննարկում եղավ։ Ինձ հետ ես ասացի, եթե հնարավոր է ավելի մեծ խմբականակներով լինի, 72 երեխային համար էին նախատեսել, ես ասացի, եթե հնարավոր է 160 երեխայի համար նախատեսենք, որովհետև մուշ թաղամասը չունի մանկապարտեզ, հիմնական մանկապարտեզը գտնվում է բացված լիցենզավորված մանկապարտեզ է ինքը, բայց մեր ենթակայության տակ չի գտնվում։ Սակայն մենք ունենք հուշագիր ստորագրած ավականու որոշում, որով մենք վարձավճարներն ենք, աշխատավճարներն ենք հատկացնում։ Եվ եթե այս մանկապարտեզը կյանքի կոչվի, արդեն շատ մեծ լավ բան կլինի։ Ովքեր են լինելու շահառուները, գիտեմ, որ դեռ նախնական փուլում է, բայց ամեն դեպքում այդ ընտանիքները լինելու են տնակի բնակիչներ, այդ բոլոր ցանկը ընտանիքների հավանական շահառուների քաղաքապետարանի հետ է քննարկվելու։ Այո, միանշանակ մենք ունենք հիմա նախկինից ժառանգություն ստացած, եթե չեմ սխալվում, մոտ 1000-ին հասնող անօթևաններ, որոնք երկրաշարժից անօթևանության կարգավիճակում են եւ պետությունը իրենց հանդեպ դեռ կարիքները չի հոգացել, ունենք բազմազավակ ընտանիքների ցուցակ, ունենք նաեւ Արցախյան պատերազմից զոհվածների սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների ցուցակ, այդ ամբողջը երբ որ արդեն կառուցապատումը վերջացվի, հասնի իր փուլին, այդ քննարկումները կլինեն, մենք մեր խոսքը կասենք, առաջնահերթությունները կներկայացնենք եւ այդ առաջնահերթություններով կգնանք առաջ։ Եվս մեկ սոցիալական բնակարանաշինության ծրագիր ունենք, չէ՞, Լիսինյանում։ Լիսինյան թաղամասում։ Լիսինյան փողոցում, որը էլի բարեգործական կազմակերպության հետ էր։ Այսինքն մսի կոմբինատ։ Այո, մսի կոմբինատը Լիսինյան փողոց։ Որ ասեցիք մի բան։ Այո, ունենք աշխատանքները գնում են, եթե չեմ սխալվում, մի հարթ է 2 հարկ ավելացումով է այդ ծրագիրը եւ դա սոցիալական կոմպոնենտ է եւ այնտեղ հստակ նշված կարգավորումներ կա, որով պետք է հանձնվի։ Այսինքն բազմազավակ ընտանիքներ, եթե չեմ սխալվում, այդ ուսումնասիրել եմ, բայց ես այո, մեծ։ Լավ, գործարանայինի հանրակացարանի իհարկե այդ շենքերը շատ ափսոս են, իրենց արտաքին ճարտարապետական տեսքը շատ լավն է։ Ինչքանով հասկացա, այդ ամբողջ ծրագիրը գործարանայինի վերակառուցման տեղական բյուջեի հաշվին է լինելու։ Այո։ Մի որոշ ժամանակ առաջ մեզ այդ զրույցում բնակիչները նշեցին, որ քաղաքապետարանը առաջարկում է իրենց տեղափոխվել Վարձով բնակարան։ Առաջարկը ինչ տարբերակով է լինելու, ինչպես է կարգավորվելու, որտեղ են բնակվելու, վարձավճարներն ովքեր են տալու։ Դեռ անցած տարվանից ավականու որոշում կա վարձակալության համար, այդ որոշումը հաստատվել է։ Պարզապես այս պահին մենք զբաղված ենք այդ նախագծային աշխատանքներով եւ
փուլը մեկնարկետրվի շինարարության, մենք արդեն որոշում ունենք եւ ըստ այսպես տարիքների համաձայն փորձենք վարձակալական տներ ձեռք բերել եւ տրամադրել այդ 6 ընտանիքին, եթե չեմ սխալվում, 6 ընտանիք, այո, 6 ընտանիք է ընտանիմենը եւ այդտեղ, եթե չեմ սխալվում, մենք մի հարկը պետք է ապամոնտաժենք այդ շենքի եւ թեթև կոնստրուկցիայով մասանտարային հարկ ստանանք, որը նորից բնակելի պետք է դարձնենք, այսինքն իր 4-5 հարգի, չէ, այդ հարգային բաժանությունը կպահպանվի եւ այդտեղ մոտ 50 բնակարան կստանանք։ Գույքերից նշեցիք, որ վերադարձնելու, քաղաքի վերադարձնելու, գիտեմ, որ դիմումներ ունեիք, նամակներ ունեիք, ինչ ընթացք ունեցավ եւ որոնք են այդ գույքերը, շատ կարեւորներ նշենք, որոնք քաղաքում հայտնի շինություններ են։ 334 գույք ունենք, որոնցից մի քանիսը մենք առանձնացրել ենք եւ դիմել ենք, ընդհանուր ես կարող եմ ասեմ կոնկրետ բնակարանաշինության հետ կապված 8 կառադոկը մեր կիսակառույց շենքերը, որոնց մեզ չտրամադրեցին, ասեցին ինչ որ ծրագիր կա, պետք է իրականացնենք, դրանից բնակարան հանձնենք քաղաքապետարանին, մենք դրան էլ համաձայնվանք եւ գրություններ ուղեցրինք, որ պատրաստ ենք աշխատանքներին, դուք ասեք ինչ ձևաչափով, մեզնից ինչ է կախված, մենք պատրաստ ենք մեկնարկները տանք, չափագրությունը եւ այլն եւ այլն։ Այդ գույքերից ասեմ հիմա ես ուրվատորությամբ Գյուլբենգյան հիվանդանոցը բարձ օրինակ, որը չգիտենք ինչ պատճառներով այսպես օդի մեջ կախված է, կայանամերձ ոստիկանության շենքը այդպես ու շատ ասում եմ մոտ մի 20-30 մենք առանձնացրել ենք կոնկրետ մեր մշակութային կենտրոնների համար, ինչ որ գործունեություն ծավալելու համար եւ նաեւ առաջնակարգ բնակարանաշինության համար այդպիսի շենքեր առանձնացրել ենք, գրություն ուղարկել ենք, մինչեւ հիմա պատասխանը չկա, չի եղել կառավարությունից, հետո էլ մի բանի վրա եմ զարմանում, տեղական ինքնակառավարումը ինքը բառը հիշում է, տեղում ինքնակառավարվել եւ մի բանը, եթե մեր քաղաքինն է, մեր ազգաբնակչությունն է, ինչի պետք է պետական բալանսի վրա գտնվի։ Ես դրա մասին եմ զարմանում։ Դա պետք է քաղաքի լինեն եւ վերջ։ 334 օբյեկտներ, այսպես ասեմ, շինություններն էլ պետք է քաղաքի բալանսի վրա գտնվեն։ Որ եթե տեսնենք առաջնակարգ ինչ որ շենք շինություն, ինչ որ պետական կարիքների համար պետք են, այդ քաղաքը հանձնի կոնկրետ նախարարությանը, կառավարությանը կոնկրետ գործողությունների համար, բայց հիմա որ կառավարությունը վերցրել է 334 հետը շենք շինությունը տարել է իրեն պետական գույքի վերցրել իր բալանսի վրա, ինչն է դրա պատճառը, ես դա չեմ հասկանում, մինչ այսօր չեմ հասկանում, Գյումրու քաղաքապետը նույնն էր ասում Պարտան Ուգասյանը, չեմ հասկանում, սա այս քաղաքի մեջը քաղաքապետարանը ինչ ունի բա։ Նույնը կարող ենք ասել Ճերմակ հիվանդանոցի մասին, քաղաքի բալանսում է ինքը։ Ինքը քաղաքի բալանսում էր, հանել էին աջուրդ վարժարքի, Գյումրու քաղաքապետը հետ երբ որ եկանք, Վարդան Նիկոլաևիչը ասաց, որ միանշանակ չենք վաճառելու, բալանսին ենք պահելու եւ փորձելու ենք այդտեղ իրականացնենք նպատակներ, որը նաեւ մեր ընդրական ծրագրի մեջ կար, նույնպես ասեմ խոչընդոտներ ենք փախվել ծրագրով, թեպետ փորձել է կառավարությունը այդ ընդգրկել սուբվենցիոն ծրագրերի մեջ մոտ 400 միլիոն դրամի, հիմա նախագիծը մենք մրցույթը հայտարարել ենք։ Հաստատված չէ այն ինչ ասում եք նախագծերը եւ Ճերմակ հիվանդանոցը եւ որը նշեցիք Բուլվարային թաղամասին երկու բնակելիները դրանք բոլորը նախագծեր են դեռ հաստատված չեն փողոցաշինությունը եւ 21 փողոցները դրանք բոլորը դեռ հաստատված չի ուղարկել են փորձենք տեսնենք ինչ կհաստատվի որովհետեւ շատ գեղեցիկ ծրագրեր էր նաեւ լավ ծրագիր էր Սպիտակ Ճերմակ հիվանդանոցի ծրագիրը, որը մենք ուզենք կյանքի կոչել որպես հիվանդանոց մասնաբաժինով, քաղաքի իր մասնաբաժինը ունենար, ճիշտ է, մենք շահոտ չենք կարող հետապնդել այդ բարձր, բայց դրա այդ մասնաբաժինին համապատասխան քաղաքը կարող էր իր բնակիչներին անվճար բուժօգնություն ցուցաբերեր։ Սակայն հետաքրքրվեցինք տարբեր գերատեսչություններով, նախարարություններով, որ մեզ որոշակի լիցենզավորումներ է պետք եւ այլն գործընթացներ էր, որոնք տեսանք, որ արգելքների է բախվում, բայց հուսանք, որ մի օր անպայման բայց մինչ աջուրդ վաճառք
բավականին, այսպես ասեմ, իրատեսական ծրագրեր կային, որոնք բժշկական հաստատության վերածելու մասին է խոսքը եւ կար ներդրող։ Կան հիմա դրանք ուժի մեջ են, քննարկման առարկա կարող են դառնալ։ Նոր դա եմ ասում, այդ քննարկումները ամբողջը մենք ենք ծավալել։ Մեզնից առաջ որոշակի ինչ որ հատված եղել է, հետո ընդանուր կոմպլեքս բժշկական հիվանդանոց դարձնելու համար այդ քննարկումները տեղի ունեցել մի քանի կազմակերպությունների հետ, ընդհանուր ես կարող եմ ասել, որ իմ անձնական կապերով մարդիկ են եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող այդ ոլորտին ծանոթ անձնավորություններ էին, որոնց նույնպես ներկայացրել եմ Ռուսաստանի Դաշնության հետ, ընդհանուր այսօր Կուրսկի փող մարզվետներ այստեղ գտնվում, իրեն նույնպես դիմել ենք այդ հարցով, որ ասել ենք այսպեսի ծրագրեր կա։ Սակայն նորից եմ ասում, այդ ծրագրերը կատարածելու համար մեր համապատասխան նախարարությունը, այսինքն առողջապահության նախարարությունը մեզ լիցենզավորում պետք է տրամադրի, որ մենք կարողանանք այդ աշխատանքներով զոհել կամ հակառակ դեպքում այստեղ հավատարմագրված բժշկական գործունեությամբ զբաղվող կլինիկական գործունեությամբ զբաղվող լիցենզավորված կազմակերպություն դեղնի, որի հետ կարողանանք քաղաքապետարանը գործունեություն ծավալել։ Այսինքն քաղաքային տնտեսությունում որոշակի հարցեր կան, որոնք կարող են լուծում ստանալ ներդրումների միջոցով։ Այսինքն մենք ներդրողներ չենք կորցրել, ոչ մեկը չի խուսափում այս քաղաքում ներդրում անելու։ Քավլիձի, եթե պարզ օրինակ եմ բերում, որ ընդհանուր ներդրողներին շահագրգռեց Վարդան Ղուկասյանը 2-3 տարի է Տաշիր բարեգործական հիմնադրամը Վարեն Մարեն մի շենքի համար իր աշխատանքները կատարելու համար, այսպես կներեք բառից համար հայերեն տոչկա էր պետք, որ շինհրաբարակ ստեղծելու համար, Գյումրու քաղաքապետը եկավ, երևի իրեն դիմեցին այդ հարցով, ասեցին, որ ցկցվում է պարոն Ղուկասյան, Վարդան Նիկոլաևիչը միանգամից հանձնարարեց ամբողջ փաստաթղթերը եւ մենք տրամադրեցինք, հիմա էլ տեսնում եք, որ մակրման աշխատանքները եւ անվանական աշխատանքները գնում են։ Մեր քաղաքում, մեր կողմից, քաղաքապետարանի կողմից ցախողում չկա, այո։ Պարոն Առաքելյան, ինձ թվում է մի 30 տարի էլ անցնի, այս քաղաքում նորից խոսելու ենք փողոցներից։ Ինչ վիճակ է փողոցներում նախորդ ավագանուն իստում էլ մեկ շաբաթ առաջ է նորից ասեցին ինչ վիճակ է փողոցներում հնարավոր չի անցնել։ Ուրեմն փողոցների հարցը նախ ուզում եմ ես մեր համակարգացիների իրենց ներողամտությունը հայտնել եւ նաեւ իրենց հասկացողությունը այս հարցի մոտեցումը ցուցաբերեն, որովհետեւ այս ամեն ինչ կապված է ի սկզբանե քաղաքից քաղաքապետարանի ցախողված կամ թույլ լինել գործողություններից կախված չէ։ Փոսային եւ փողոցաշինության աշխատանքները կախված է ուղիղ կախված է եղանակային պայմաններից։ Եղանակային պայմանների պատճառով մենք այսօր չենք կարող փոսալցման աշխատանքներ կատարել եւ ծավալային հիմնանորոգման ասֆալտապատումներ կատարել։ Սակայն մրցույթները հայտարարված են, ասեմ ցես, որ քաղաքապետարանը ինչ գործիքակազմ ունի այդ ուղղությամբ ինքը իր կատարել է։ 4-ից 5 տարի էլ այսպեսի մեծ տեղումներ չէր եղել, ինչպես այս տարի եղավ 25-ից 26 թվականի ծմերը մեծ տեղումների ծմեր էր, առատ եղավ, մի կողմից լավ է, նաև առատությունը ասում էին, որ գյուղացիների համար բերքատվության համար լավ է, քաղաքի համար փոսերը ավելի քանդեց, բայց ինչև է, մենք չենք խուսափում պատասխանատվությունից, այո, խնդիրները կան, տեսնում ենք, քաղաքացիների դժգոհությունը կա, բայց նորից ու նորից կրկնում եմ, եղանակային պայմանները թույլ տալու մեկտեղ մենք կմեկնարկենք, որոշակի մեկնարկ կար, այս 3 օրը տեսակ, որ փոսային լցումները կան, թե հարթեցում ուղղակի։ Չէ, փոսային լցումները եղել, որոշակի հատվածը, այսօր արդեն եղանակը նորից խաթարեց այդ ամեն ինչը, հիմա սպասում ենք։ Լավ գիտեք, ես կարող եմ նաև ժամանակացույց ունեմ, որ մայիս ամսվանից է սկսվել փոսային վերանորոգումները անցած տարիների ընթացքում։ Մայիս ամսվանից նոր սկսվել է փոսային վերանորոգումները, որի համար 240 միլիոն է, չէ՞, հատկացնում քաղաքապետարանը։ Իսկ անցածները կարող են թվարկել 122 միլիոն, 124 միլիոն, 159 միլիոն, անցած տարի է։ Հիմա շինանյութն է թանկացել, շատ եք գումար դնում, թե փողոցներն են ավելի շատ թանկացումը կա, բայց մենք ընդգրկում ենք անում, ավելի շատ փողոցներ ենք ընդգրկել, ոչ թե քանդվել են, ավելի շատ փողոցներ ենք ընդգրկել, որ ավելի շատ աշխատանքներ կատարենք։
այդ փոսալցումների Անի թաղամասից ինչ կա, գիտեմ, որ մինչև ապրիլի 15-ը այդ տաղավարները պիտի հանվի փողոց ավելի շատ մայթամերձ։ Շնորհակալություն հարցի համար, օգտվելով առիթից, ինձ մոտ են եղել ընդունելության, ասում եմ, անի թաղամասից ոչ մի տաղավար չի տեղաշարժվի այնքան ժամանակ, մինչև վերջնական շինարարական աշխատանքները, այսինքն շինարարի տենդերը, շահողը չսկսի իր աշխատանքները։ Իսկ մոտ է այդ ժամանակը շինարարի։ Ասեմ, հիմա սկզբից կամ ուրեմն մոտ 11 միլիոն եվրոյի ծրագիր է, վզեպի ծրագիրը, որ տարիներ շարունակ շարվում էր, չգիտեմ ինչ պատճառներով ցկցկվեց եւ եկավ հասավ մեր իշխանության օրոք, մենք հասանք նրան, որ այսօր իսկ արդեն նախագծային մրցույթը շահողը կա, շահող կազմակերպությունը կա, մոտ օրերս կկվի պայմանագիրը շահող կազմակերպության հետ եւ նախագծի ընթացքը մտնի իր փուլի մեջ, եթե չեմ սխալվում, 6 ամսվա ժամկետ է, որ վերջնական նախագիծը ունենանք։ Ինքը անի թաղամասը ամբողջովին եւ ավստրալիական թաղամասը ընկրվելու է այդ ծրագրի մեջը, ծավալուն աշխատանքներ եւ 6 ամիսը եթե հաշվում ենք հոկտեմբեր, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիս ենք հասնում, էլի, այսպես ասած, ու ժամանակ աշխատանքները դա եմ ասում, դրանից հետո արդեն մրցույթ պետք է հայտարարվի շինարարի եւ կարծում եմ, ես անկես կլինեմ, մեր համակարգացիները 26 թվականին երևի չհասնենք, բայց մեզնից կախված չէ, այն ինչ որ քաղաքապետարանից, մեր աշխատանքից կախված է, մենք անում ենք։ Եվ միտքս կիսատ թողեցի, երևի ինչի մասին էր խոսքը, անի թաղամասում մենք միանշանակ այս տարի կատարելու ենք հարթացման աշխատանքներ եւ մեղմացնելու ենք այդ քանդված վիճակը փոսալցման աշխատանքներով միանշանակ տաղավարների մասով, ասում եմ ձեզ սիրելի համակարգացիներ, ոչ մի տաղավար տեղի չի տեղաշարժվել, այո, մենք ծանուցումը տվել ենք հիմա։ Եվ 6 ամիս կսպասենք։ 6 ամիս է, 7 ամիս է այնքան ժամանակ, մինչև վերջնական շինարարի մրցույթը չավարտվի եւ շինարարական փուլին մեկնարկը չտրվեցվի եւ ծանուցումները մենք այս պահին տրվել էս, բայց այդ ծանուցումներից մի վախեցեք։ Հիմա ինձ ազդակները հասնում, որ եթե պետք է տեղափոխեք, ժամկետները տրված է, ժամկետներով ծանուցումը գնացել է, որովհետև լինելով այս կարգավիճակից, մրցույթների կարգավիճակից, բայց նորից եմ ասում, մենք այդ ամեն ինչ ավամոնտաժերը կատարելու ենք այն ժամանակահատվածում, երբ որ սկսվի շինարարի աշխատանքները, այնպես որ թող հանգիստ լինեն եւ վճարումները կատարեք, մի ասեք, որ եթե մեզ տեղահանում եք, հետո ես ասում եմ ուղիղ, որ տաղավարի վարձակալը, մյուս պարտականություններ կատարողները բարեխիղճ վճարումները կատարեն Գյումրու քաղաքապետարանում, շինարարական աշխատանքներից հետո, եթե մենք տեսնենք, որ հնարավոր լինի համապատասխան վայրեր, որտեղ կարելի է հատկացնել տաղավարները, ով բարեխիղճ կատարեց միանշանակ տալու ենք տաղավարները, բայց ասեմ նույն տեսքով չենք տալու, ավելի գեղեցիկ, ավելի 21-րդ դարին հարիր, այդպիսի տաղավարային հատվածներ եք տալիս։ Մասնակցային բյուջետավորումը որոշակի կարևոր ինքը ծրագիր է։ Առաջարկների ընտրության քվեարկությունում ինչ արդյունք ունենք, գիտեմ, որ 3 առաջարկների փաթեթ էր, որոնք անցան եւ մասնակցային բյուջետավորման հետ կապված շների կացարանի կառուցումը ինչու ցախողվեց։ Երևի սկսեմ երկրորդից, որ ավելի շատ հետաքրքիր է։ Ուրեմն դա նույնպես այդ բյուջետային ծրագիրը մենք ժառանգել ենք նախորդներից, մենք որ եկել ենք արդեն իրականացվել է այդ բյուջետային ծրագիրը, ընկրվել էր, հայ հավանության տրվել, մոտ 124 միլիոն դրամի էր, սկզբից 116 էր, թե 106 միլիոն էր, հետո քաղաքապետը ասեց, որ ավելացրեք, ինչի համար, որովհետև մրցույթ դրեցինք, եթե չեմ սխալվում, մենք թե երկրորդ մրցույթից հետո արդեն ասեց մեր մասնաբաժինը եւս ավելացրեք մոտ 10 միլիոն դրամով, որ շահագրգիռ լինի, 124 միլիոն դրամի ծրագիր էր, որից 80 միլիոնը պետք է հատկացներ պետությունը։
Ասեմ ձեզ, այն ինչ մեր տրված է քաղաքապետարանի գործիքակազմը, այսինքն մենք ամբողջը կա ծրագիրը, տենդերը, մենք կատարենք ածե, դա նախագիծը, ամեն ինչը մենք դրել ենք մրցույթի։ Եվ 5, եթե չեմ սխալվել, 5 անգամ մրցույթ է եղել եւ ոչ մի շինարար չի մասնակցել, բայց չեմ հասկանում, ասում են վստահության խնդիր, ես էլ ասում եմ, որ Արյուծի քաղաքապետարանի չեն ուզում աշխատել։ Չէ, դեմ ասում, որ վերլուծենք, այստեղ թող հանրությունն էլ գիտենա, գումարի Արյուծի մասնաբաժինը կառավարությունն է տալիս։ Եթե մեծ գումարը տալիս է կառավարությունը, փոքրը քաղաքապետարանը, հիմա ում հանդեպ է անվստահությունը, քաղաքապետարանի հանդեպ, որը որոշ 24 միլիոն թե 26 միլիոնի պատասխանատվություններ, 80 միլիոնը պատկանում էր կառավարությունը։ Եվ ասում են, որ անվստահությունը Մյուս ծրագրերում այդպես չէ, նախագծում դեֆիցիտ չունենք, շինարարների մրցույթի մասնակցության դեֆիցիտ։ Ես ասեմ, կա, միանշանակ կա, բայց փորձում ենք այդ ամեն ինչը մեղմել, բայց մեզնից կախված այդ աշխատանքները մենք ամբողջը կատարել ենք։ Այն ինչ որ մեր գործիքակազմներ մենք արել ենք, մրցույթ ենք կատարել 5 անգամ անհատական զրույցներ ենք ունեցել շինարարի հետ, որ եկեք մասնակցեք, թե ստիպողական ոչինչ չեն կարող անել, մրցույթը թափանցիկ է, բաց է, մենք էլ շինարարական կազմակերպություններ չունենք։ Հիմա գումարը հետ գնաց, բայց քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնում խնդիրը իր միջոցով լուծել։ Կա դա ավագանուն իստում հաջորդ պիտի քննարկվի, ես դա եմ ասում։ Ես նախագծի խնդիրը ցկցվելու հիմնական խնդիրը այն է, որ երկու հատված ունենք, մեկում գտնվում է շենք շինություն, կացարան եւ լաբորատորիա, չէ՞։ Չէ, մեկը բան տարածքների տեսակետով էլի հին թռչնաֆաբրիկայի այսպես տարածքում գտնվող շենք շինությունն է, որը դա ուզում ենք մեր բալանսի վրա բերել եւ դրա հիման վրա շենքային պայմանները դա վերանորոգենք, ռեմոնտ անենք, հատվածային մասն էլ բաժանենք, ինքը տարածք ունի այնտեղ, որ պիտոն կացարանները այդտեղ լինի շների։ Փորձենք հիմա հաջորդ ավականուն արդեն նախագծային այդ հատվածը սահմանային վիճակը ներկայացնենք եւ արագացնենք այդ process-ը։ Ես ցեզ ասեմ, այս ամեն ինչը ինչ կատարվում է կոնկրետ շների հարցով, ավելի մի քիչ որ հեռուն ենք գնում կենտանի բաներ այդ կենտանասերերի մեր մորտի տեսակետով սպանդանոսների հարցով մեր կառավարությունը սկզբից օրենքներն են տունում, նոր պայմաններն է ստեղծում, բայց ամբողջ աշխարհում, զարգացած աշխարհում սկզբից ստեղծում է պայմանները, նոր օրենքներն է ընդունում, նոր արգելքներն է ընդունում, որ դրա վրա աշխատի։ Մենք չունենք, ոչ մի քաղաք չունի, Երևանում մի քանիսը կան, մնացած կա համայնքներում ու քաղաքներում չկան այդ պիտոմնիկները, չկան այդ շների կացարանները եւ մենք օրենք ենք ընդունել դեռևս 2018 թվականից, որ չպետք է քնեցնել շանը եւ այլն վնաս չպետք է պատճառեն շներին, այլ պետք է տեղափոխենք իրենց կացարանները։ Եվ դա է խնդիրը, որ այսպեսի մենք լուրջ խնդրի առաջ ենք գա։ Իսկ ինչ կմնա ստերջացման ծրագիրը, ստերջացման այս տարի որոշակի փոփոխություն անցած տարի որոշ մասով վերացինք ուղիղով մրցույթ դրեցինք, այդ մրցույթը մեծամուխ բարձրացավ, որովհետև այդ կազմակերպությունը շահել է լաբորատորիա էր եւ այլն այդպես խնդիրներ, բայց նորից ցեզ ասեմ, այդ էլ հարցի լուծում չէ, այսպես ասեմ, կենտանու բանը սովը չես մեղմում դրանով, մարդը կենտանին ուզում է սնվել եւ կարող է կազազել եւ շատ վտանգավոր է ես կողմ եմ ձեզ ես նորից ասում դրա համար եմ ասում որ կառավարությունը սկզբից պետք է ստեղծի համապատասխան միջավայրը նոր օրենքներ ընդունի նոր արգելքներ սահմանի ու շատ խնդիրներ կա այսօրվա դրությամբ ես որ այսպես խորը արդեն աշխատանքի մեջ ես ուսումնասիրում ես եւ բախվում ես այդ խնդիրներին հասկանում ես որ շատ ճիշտ ճանապարհով մենք չենք գնում պարզ օրինակ կներեք թեմայից կշեղվեմ բայց այսօր պետք է ասեմ մենք առաջներում աջուրտը կայացնում ենք աջուրտը նախ կայացվում էր մեկնարկային քնով ավելանում էր Գյումրու քաղաքապետարական կողմից որոշակի քայլ եւ աջուրտին տրվում էր
Այդ հիմա օդարման, հողերի օդարման եւ մնացած գույքի օդարման աջուրտները, որոնք գտնվում են քաղաքապետարանի բալանսի վրա, աջուրտները սահմանվել նախ առաջինը պետք է գնահատել։ Գնահատելուց հետո պետք է այդ ամեն ինչը տրվի արդեն բանի, աջուրտի։ Գնահատելը մի հատ շատ բարձր խայդարակ, այսպես ասեմ, գին է գնահատվում։ Մրցույթը կայացավ, այսինքն գոտիավորումն է փոխվել, թե գներ են հողի գնահատումը, անհատ, մենք պետք է մրցույթ հայտարարենք, այդ մրցույթին համապատասխան անհատ գնահատողը լիցենզավորված կազմակերպությունը շահի կա, մենք պետք է փաթեթը ներկայացնենք հողերի, գույքերի վարձակալության պարտացրել են։ Եվ այդ որ process-ը նայում է, սա առելի մեծ գներ են Գյումրու քաղաքի համապատասխան, շատ մեծ գներ են եւ այսօր մեր քաղաքի ֆոնդային մասը, որը հիմնական կապիտալ վերանորոգման աշխատանքներին պետք է ուղղվեր այդ գումարները, գոյանում է այդտեղից, հողերի օդարումից, վարձակալությունից, գույքի օդարումից։ Եվ այսօր Գյումրու քաղաքապետարանում 12-13% է կազմում ֆոնդային բյուջեն։ Դա մի հատ սարսափելի, այսպես ասեմ, արգելք է հանդիսանում նորից կառավարության կողմից։ Աջուրտային մասը չկայանալու դեպքում մենք ավական էինք ներկայացնում եւ 20, 30, 40%, մինչեւ 60% կարող էինք իջեցնել։ Այսօր մեզ գրություն է գալիս մարզպետարանից, որ կառավարության որոշում կա, որ աջուրտը պետք է կայանա էլեկտրոնային մարտի 17-ից, այսինքն 3 օր է անցել է, մինչեւ հիմա մենք ծրագիրը չունենք այդ էլեկտրոնային աջուրտի, այսինքն 3 ամիս է մենք չենք կայացրել ոչ մի աջուրտ, ելնելով այդ ամեն ինչից, ոչ մի գնիճեցում չենք արել, որ մարդիկ շահագրգռվեն կամ մասնակցեն եւ տեղեկանում եմ նաեւ, որ էլեկտրոնային կերպով նաեւ իջնելու է գինը, աջուրտային գինը, չկայանալու դեպքում ամեն քայլից 15-15%, բայց մի հատ բայց ես չունենք ծրագիրը, որ հասկանանք դա իրոքից այդպես է, որովհետև խոսում եմ, հասկանում եմ, որ չէ, ասում եք կարող է նաև ավականին իջեցնել։ Հիմա գրություն եմ նախապատրաստել, ասել եմ ուղղեք եւ մարզպետարան, եւ կառավարության, եւ խնդրում եմ հստակեցրեք, ինչպես պետք է լինենք, չկա էլեկտրոնային համակարգը, աջուրտը չկայանալուց հետո իրավունք ունի ավականին 20-30%-ով իջեցնել, որ մարդիկ շահագրգռված լինեն։ Բուլվարային թաղամասում 100 միլիոն դրամով ոչ որ չի հող գնում։ Դուք գիտեք, բոլորս գիտենք, որ այս քաղաքում այդպիսի գումարներ չեն տալիս։ Պարզ է, նորից վերադառնանք մասնակցային բյուջետավորմանը, բավական լավ ծրագրեր էին, որոնք են հաղթել, գիտեմ, որ երկուսը պիտի հաղթեին։ Մեկն է հաղթել, որ ինչի համար, որովհետև էդ էլ նորից ասեմ, չհասկացանք, թե ինչպես 1260 թե 1360 մասնակցությունը քվեարկությունից 2620 տարավ, կրկնագին տարավ, այդ ամեն ինչը, որ մասնակցություններ եղնել եւ հաղթեց Պաբեդայի այգին, այդ հատվածը 40 շատ լավ գաղափար է։ Շատ լավ գաղափար է, ես էլ եմ ողջունել եւ ուրախ եմ։ Բայց չմոռանանք շախմատի դպրոցներ հիմնավորման բան չունեմ ասելու, այն էլ ուներ, մյուս գաղափարն էլ էր մուշն, շատ լավ, բոլորն էլ շատ լավ հետաքրքիր գաղափար է, ընդդուք կարող են եւ հիմա ոչինչ բյուջետավորման պեղավ, կառավարությունը թող իր ծրագրերի մեջ ընդգրկի ինքը անի։ Գաղափարը կա, հաղթած գաղափարը կա, ինչ արագությամբ պիտի լինի նախագիծ, մրցույթ, որ մենք նորից գումարի հետ վերադարձ չունենանք բյուջե։ Ես ձեզ ասեմ, մեր կողմից արդեն ամեն ինչ ստորագրվել է, ուղարկվել է, մնացել է, որ վերջնական հաստատվի, ծրագիրը, որ հաղթել են հաստատվի հետ կա, մենք հայտարարենք բանի մրցույթը։ Արդեն նախագծի մրցույթը։ Միայն հաղթանակի այգին պիտի վերանորոգվի։ Ասպային 86 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում։ Այո, արդեն այդպես եղավ գումարը, 43 էր, մեկը գումարվեց այդտեղ 86 միլիոնով, բայց չգիտեմ, չեմ ուզում հիմա բացահայտեմ, որովհետև որոշակի հեռախոսազանգ ունեցա, ասացին, որ ինչ որ կառավարության ծրագրով ամբողջ այգին պետք է մտցվի ծրագրի մեջ առանձին գումար պետք է բերվի, ես էլ ասեցի, բա որ այդպես էր, իսկան աշխատանք է, երիտասարդները, կամավորները իսկան աշխատանք են տարել, ուրիշ մի ավելի լավ ծրագիր կա։ Այդպիսի խոսակցություն կա, որ դա կարող է կասեցվել ընդանուր ուրիշ ծրագրի մեջ մտնել, բայց ես դրան դեմ եմ։
Հիմա երիտասարդները կատարել են այդ ծրագիրը, մշակել են, ամեն ինչը ջանքի ու երան չեն խնայել, նաև եկան, ներկայացրեցին, հանրային լսումներ եղավ եւ կարծում եմ, որ հաստատվի լավ կլինի վերջնական։ Պարոն Առաքելյան, ինչ եղավ ավտոկայանատեղիները վճարովի դարձնելու հարցը, որը մտավորակարգ, հետո ընթացք չունեցավ։ Չէ, ուրեմն ասեմ ձեզ, մենք տարիֆն ենք հաստատել։ 200 դրամանոց տարիֆ, որը ազատ չլինի, գիտեք, որ դեկտեմբեր ամսին հաստատվում է բոլոր տարիֆիկացիաները եւ այլն, մենք տարիֆը հաստատել ենք եւ այդ հատվածը, որ ծրագրով մնացածը թողել ենք համապատասխան ներդրողին, գործարարին, ով կուզե, թող ինքը ուսումնասիրե ամբողջ այդ ավտոկայանատեղիները, հատվածային, կոդիավորված, այսինքն մասնավորը տիրություն անի։ Մենք բաց ենք դրա համար, թափանցիկ եւ բաց ենք, կարող է մասնավորը կա, ով գիտի, գործի մեջ աշխատանք ունի, փորձ ունի ներկայացնել մի նախագիծ, ծրագիր ներկայացնի, որ այսպես եւ այսքան գումար ամեն ամիս պատրաստ եմ վճարել ես քաղաքապետարան։ Տեսախցիկներով կհսկեմ, չգիտեմ, էլեկտրոնային ինչ-որ բաներ դնեմ, որ կատարվի վճարումները եւ այլն։ Մենք բաց ենք դրա համար։ Երբ բերետ ներկայացնել, արդեն մենք քանի որ հաստատված տարիֆիկացիա ունենք, կարող ենք ավականի ներկայացնել, հանրային լսումներ են քննարկվում, ավականներով հաստատենք վերջնական։ Ամեն դեպքում տարիֆ ասածը կայանում է 200 դրամ։ Հա, մեկ մեքենայի կայանումը։ Այսպես ասած, որ բաց տեղ չմնա, մի կանգառը այդպես ժամային, բայց կա հնարավոր է, որ կան տարբեր ասենք, մի ամսվա մուծում է, այսքան լինի, երասյակը, իսպանվեցանցյակը, տարեկան այսպես մուծումներ։ Ավելի շատ կայանատեղի ասելով խոսքը գնում է շուկայամերձ տարածքներին, որտեղ մեքենաներ են կայանվում։ Ոչ միայն, նաև կենտրոնական հրապարակում։ Գիտենք, որ անվճար է մեր մոտ սրի կայանատեղի։ Հա, հիմա այս պահին անվճար է, որովհետև նորից եմ ասում, վերջնական ծրագիր չկա, թե ինչպես պետք է գործի։ Անվճար է, միանշանակ հիմա անվճար է։ Լավ, մեխանիզմը չկա։ Աղբավայրը։ Աղբավայրը։ Ինչ եղավ, ներդրողի հետ հանդիպում ուժի մեջ է ձեր, որը դուք ավագանու նիստում նշեցիք, ռուսական ընկերություններ ինչ որ։ Այս պահին ես ձեզ ասեմ, ավականու անդամը, որ ասեց այդ դրա։ Այո, աղբի ոչնչացման գործարան, այդպես ռուսական ընկերություն, Արմեկոտեք, մասնավոր ընկերություն է։ Այո, ռուսական է, հա։ Ասում եմ, որ ռուսական է Ռուսաստանում եւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում էր ինքը նախատեսում այդպիսի Այսօր քանի որ հյուրեր ունեինք, հանդիպում ունեինք, դրա համար ես ներկա չեմ գտնվել, բայց քաղաքապետի խորհրդականը նաեւ համապատասխան բաժինները հանդիպում են ունեցել ձեր կողմից նշված։ Ես իհարկե մեծ սիրով կուզեի հանդիպել, նաեւ ես էլ զրուցել, իրենց հետ հանդիպել են քննարկումներ է եղել եւ երկուշաբթի օրը հենց այդ կազմակերպության հետ ներկայացուցիչի հետ երկուշաբթի ինձ ամբողջը պետք է ներկայացնել այսինքն ամեն դեպքում հանդիպում այո անպայման մենք արեցինք ձեզ ասեմ մենք այդ նյութերը հանեցինք դիմումները որտեղից եւ կազմակերպեցինք ավականու անդամը Վահագն Խաչատրյանը դե չեմ սխալվում ինքը չկա մեծավ չբերեց բայց մենք Մկրտչյան հականները Մենք նախաձեռնեցինք եւ հանդիպումը կայացել է երկուշաբթի ինձ կզեկուցեն արդյունքները։ Կանաչ ավտոբուսները ինչ են։ Կանաչ ավտոբուսների հետ մենք համագործակցում արել ենք, դիմումներ ուղղել ենք, մեր պայմաններն ենք ուղղել, տեսեք։ Դրա համար չեք ստորագրում պայմանագիրը։ Այո, ասեմ ձեզ։ Լուրջ խնդիր կա, որը կապված է մի քանի կոմպոնենտների հետ, միայն ավտոբուսների հետ, այդտեղ այո, թափոնների վերամշակումը, ավտոբուսները կոնկրետ ծրագրով ու պայմանագրով նշված է, որ ընդհանուր ցանցը պետք է դառնա էլեկտրոնային վճարովի այդ բանով, քարտերով եւ այլն, ես ես ուղիղ ասում եմ, Գյումրու ՓԲ-ն մեծամասնությունը ամբողջը գազելներով է, որը այդ վերազինված չէ այդպիսի համակարգով, չունի այդ ավտոմատ վճարումը հանվեց։ Մենք ասել ենք, որ կարող ենք այս 5 ավտոբուսի համար առանձին երթուղի անել եւ այդ բանը, այսպես որոշակի մի երթուղով օգտագործենք այդ անկախիկ վճարումները էլեկտրոնային եւ տեսնենք դուք բարձ գիտեք Երևանում մեծ խոչընդոտների առաջ կայնավ, դժգոհությունների առաջ կայնավ
Գյումրի քաղաքում նույնը կլինի, բացի դրանից Գյումրու ՓԲ-ն վերազինում չունի իր տրանսպորտը այդպիսի։ Միայն այդ 5 ավտոբուսներն են վերազինված դրանով։ Եվ առաջարկությունն են կարել, որ այսպես հաջորդ կոմպոնենտը, որը նաև թափոնների հետ է կապված, նշված է, որ օրական այսքան կիլոգրամ, ամսեկանը այսքան քանակությամբ, այսպես հստակ, բայց ուսումնասիրել եմ ամբողջ թվերը չեմ ասում, որոշակի վերամշակման համար հատուկ սարքավորումներ են եւ թափոններին էլ քանակություն կա, որ ամսեկան այսքան պետք է ապահովվի եւ այդ թափոնները վերածվեն սալիկների։ Հա, բայց քանակություն պետք է լինի, որ դա էլ, ասեմ, նշված է ծրագրի մեջ, որ շահույթ հետապնդող է քաղաքապետարանը չի կարող շահույթ հետապնդել, դա ինչ որ ՓԲ պետք է բացեն կամ ինչ որ մեկի պետք է վարձակալությամբ, չգիտեմ, ինչ որ փոխադարձ համաձայնության պայմանագրով տանք, որ մենք տրամադրենք թափոնները, երբ պետք լինի դուք մեզ կդաք այդ սալիկները, բայց քանակությունը նորից Գյումրու քաղաքի այդ թափոնների, պլաստմասե թափոնների քանակությունը հերիք չի անում, քիչ է։ Կիրովականն էլ պետք է անկրկել, այդտեղ խնդիրներ կան։ Մենք ասել ենք, այդտեղ մեր առաջարկությունները բոլորը ներկայացրել են կիրովականին եւ ասել ենք, եկեք համապատասխան քննարկման, որ բացատրենք տեղում արդեն թե այս ամեն ինչը մենք պատրաստ ենք ընդունել, սա վերապահումով ընդունենք։ Վերջնական ստորագրություն տնենք։ Ավարտենք կադրային հարցերը քաղաքապետարանում լուծված են, պարոն Առաքելյան, թե ժամանակավոր պաշտոնակատարներով եք աշխատում եւ ինչ որ աշխատակիցների խնդիր կային բաժիններում։ Այո, կադրային հարցերը դեռ վերջնական լուծված չեն, ժամանակավոր պաշտոնակատարներով կան աշխատակիցներ, նաեւ մենք ունենք կադրային այսպիսի որոշակի լրացումներ, որը դիմել ենք կառավարության տարածքային նախարարություն Մերժում ենք ստացել այս պահին, հիմա երկրորդ ենք պատրաստում, որ գրությունը ուղարկենք, որ իրոքից կան բաժիններ, որտեղ քիչ են մասնագետները եւ աշխատակիցների քանակը եւ դրա հետ մեկտեղ գործակալների քանակն է ավելացել եւ դրա համար մենք կադրային պահանջ ենք ներկայացրել, որ առաջի կարգի մասնագետ, առաջատար մասնագետներ ավելի շատ ինչի համար, որովհետև գլխավոր մասնագետները, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, դրանք կոնկրետ սահմանվածություն ունեն, որ 2 տարի եւ ավելի աշխատանքային փորձ պետք է ունենա։ Հիմա իսկ առաջի կարգի եւ առաջատար մասնագետներինը չունի այդ ամեն ինչը։ Բաժնի պետեր ունեք։ Այո, ունենք, որոշել ժամանակավոր են, հնուցել ունենք բաժնի պետեր, որոնք աշխատում են համապատասխան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանը առաջին իսկ օրվանից ասեց, որ հայտարարեց, այս կադրային ճարպ չեմ իրականացնելու, ինձ համար կուսակցություն, այսպես ասած, չկա, այս կողմ, այն կողմ, ինձ համար աշխատանքն է կարևոր, որ մարդը մասնագետ լինի եւ աշխատի եւ նույն ոգով շարունակում ենք մենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տեսանկյան հյուրներ Գյումրիի քաղաքապետարանին փոխարինող քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը։